տեսեք, ինչ վերաբերում է քայլերի հաջորդականությանը, ապա թույլ տվեք այս պահին, փակագծերը չբացեմ, կսպասենք տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները սահմանադրական դատարանում, որովհետև յուրաքանչյուր կարծիք հետաքրքրված կողմից, իսկ ես հետաքրքրված կողմ եմ, նվազագույնը ազգային ժողովի պատգամավոր թեկնածու եմ, այն հայցով, որը հիմա քննարկվում է, ապա դա հնարավոր է ընկալվի որպես ասենց ճնշման կամ չգիտեմ, ինչ-որ մի տարբերակ, բայց յուրաքանչյուր դեպքում կարող եմ միանգամայն վստահությամբ ասել, որ յուրաքանչյուր գործողությունները Բարգավաճ Հայաստան կուսակցության իրենք համապատասխանում են, համապատասխանել են եւ համապատասխանելու են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին, այսինքն ոչ մի թողիցները կտրեն, ոչ մի այդպես ինչ-որ ապօրինի բան նվազագույնը, նույնիսկ չել դիտարկվում։ Բայց կարող ենք ասել, որ ընդդիմությունը ունի պլան B։ Տեսեք, շատ է շարքում այդ պլան B, C, B, D, E, Իսկ թվում է պետք չի սևորվել կոնկրետ պլանների վրա, դինամիկ գործընթաց է գնում եւ երբ որ մենք հստակ սևորում ենք պլան B, պլան C, իհարկե համոզված եմ ավելի քան ամեն ընդդիմադիր ուժ ունի իր տեսլականը իրադարձությունների զարգացման տրամաբանության ներքո ոնց են արձագանքելու, սա միանշան է։ Իսկ ինչ է կարծում, սահմանադրական դատարանը արդար որոշում կայացնի։ Տեսեք, սահմանադրական դատարանից պահանջում է միայն մի բան, որ սահմանադրական դատարանը գործի համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Միգուցե տարօրինակ բան եմ ասում, բայց ցավոք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում, հստակ ցույց է տալիս, որ ակնկալիքը, պատկերացնում եք ինչ օրն ենք ասել, որ մենք ակնկալում ենք, որ սահմանադրական դատարանը համաձայն սահմանադրության որոշում ընդունի, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի խոսքը իհարկե գնում է իշխանության մասով հակամահաճույքի։ Սա է ընդհանրապես պահանջը։ Պարոն Աբովյան, երեկվա դատական նիստը վերլուծելով եւ այստեղ հավաքված բազմաթիվ քաղաքացիների ձայնը լսելով, ինչ եզրահանգումներ նախնական թեկուզ կարող եք անել։ Տեսեք, եթե վերցնենք եզրահանգումները, հասարակության կողմից, ապա կտրուկ սխալ է դատել հասարակության տրամադրությունների մասին հրապարակում հավաքված մարդկանց քանակով կամ մարդկանց տրամադրություններով մարդիկ վիրավորված են, որովհետև այն լկտիությունը, որը մենք տեսանք ընտրությունների ժամանակ, որը ցուցաբերեց իշխանությունը, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրենք ասես մի ժողովրդական արտահայտություն կա, լրիվ անջատվել են։ Լրիվ անջատվել են միգուցե միտումնավոր, այսինքն այն գործողությունները, որը մենք տեսանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այն գործողությունները, որոնք մենք տեսանք նույն այդ չեղարկելու պահով, ընտրատեղամասերի, իրենք մարդկանց մոտ իրականում առաջացրեցին ոչ թե անտարբերություն կամ գիտեք սենց անկում, հակառակը ավելի գիտեք ջղայնացրեցին մարդկանց, որովհետև դե ձեռարնելիք է ինչ սրանք անում են։ Յուրաքանչյուր դեպքում ասեմ, իշխանությունը պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսի, որ այսօր ինքը ոչ թե Բարգավաճի դեմ է պայքարում, ոչ թե պայքարում է այլ քաղաքական ուժերի դեմ, ինքը պայքարում է Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության դեմ, որը իրենց ձայն չի տվել, իսկ Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը իրենց ձայն չի տվել, դուրները գա, չգա, խփեն իրանց պատերով, չգիտեմ ինչեր խոսան, դա այդպես է։ Հաշվի առնելով այն խախտումները, որը մենք տեսել ենք, վստահաբար դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իրանք նույնիսկ այն ձայները չունեն, որոնք տենց հարայհուրույով ներկայացրեցին։ Պարոն Աբովյան, Սամվել Կարապետյանը նշել է, որ պետք է հանդիպել, համախմբվել։ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը հանդիպել են այս շրջանում։ Ես չունեմ տեղեկություն, դե հանդիպած լինեին վստահաբար տեղեկություն կունենայի։ Գիտեք, իմ խորին համոզմամբ, երբ որ խոսքը գնում է լայն ճակատով, համախմբում կամ ինչ-որ մի գործողություններ, ապա հարկ եմ համարում հիշեցնել, որ առաջինը համախմբման գործընթացը գեներացրել էր Բարգավաճ Հայաստանը, երբ որ հայտնի դարձավ, թե ինչպես են ուղղակի ոչնչացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեները, ինչպես են, ասենց ինչ-որ խաղեր տալիս եւ այլն։
Այնուամենայնիվ պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, որ ունենք մի իրավիճակ, որը ցավով եմ արձանագրում, բացի երկրի հեղինակությունից, նաեւ ուղղակի ազդում է երկրի անվտանգության վրա։ Ինչ վերաբերում է համախմբելուն, ապա այստեղ ավելի լայն իստում է կոնտեքստում պետք է նայել, որովհետեւ ասել ենք, ասում ենք եւ կասենք, մանդատների կռիվ չի, ազգային ժողով անցնելու չանցնելու կռիվ չի, հա, չնայած սա իհարկե արգասիկը այս ամենի, հա, որովհետև արդարությունը պետք է վաղ թե ուշ սենց ասենք, հա, գործի։ Խնդիրը ավելի լայն է, եթե այսօր անտեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հա, շահեր, իսկ որքան էլ տարօրյակ չի, անտեսվում է նաև իշխանությանը քվեարկած մարդկանց կարծիքը, որովհետև այս process-ը պետք է ամբողջության մեջ նայել։ Ապա այդ պարագայում լավ բաներ չի սպասվում, նվազագույն արտաքին ճնշումների պահովումա ձեռնտու Հայաստանը լինի մաքսիմալ թուլացած։